Հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, ուրեմն Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ներկայացվեց դատախազի կողմից կայացված, որով նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով, դրա մասին արդեն հրապարակային դաշտում առկա էր։ Ուրեմն այս պահին մենք մեղադրանքի բնույթի մասին շատ բաներ չենք ուզում ասել պաշտպանական նկատառումներից ելնելով, քանի որ Սրբազանը ներկայացվելու է դատարան, նախնական տեղեկություններով Ավանի նստավայրում է լինելու, բայց լրացուցիչ երբ իմանանք կհայտարարենք։ Ուրեմն ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացվի։ Հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է։ Մենք անպայման կտեղեկացնենք, այսինքն հրապարակային կտեղեկացնենք։ Կալանքի հարցն է դա։ Այո, կալանքի հարցն է քննարկվում։ Դուք լավ տեսաք, որ սա աննախադեպ միջամտություն էր, ինչպես ոստիկանների եւ ԱԱԾ ծառայողների կողմից, երբ որ մայրաթորի տարածք ներխուժեցին, դրան գումարած այս ընթացքում էլ վստահ եմ, որ դուք ինքներդ էլ համացանցից օգտվել եք, տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար գրառումներ էր կատարում, որը մենք գնահատում ենք նաև իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ, նաև ուղղորդում էր նաև քննչական մարմիններին եւ դատական մարմիններին, եւ բնականաբար այս ծանր ոնց ասեմ, անմարդկային ճնշման ներքո բնականաբար արդարադատություն ակնկալելը շատ դժվար բան է դառնում։ Իսկ ինչպես բացատրեցին, որ 1.5 տարի առաջ այդ արված հայտարարության հիման այսքան ժամանակ ինչի՞ է։ Տեսեք, հիմա այսպեսի մի բան ասեմ, մինչև ձեր հարցին պատասխանելը, երբ Միքայել Սրբազանին այսինքն տեսակ կամավոր ինքը ներկայացավ եւ սենյակում ձերբակալման արձանագրություն կազմեցին եւ հարցրեցին ում է ուզում ծանուցել, տեղեկացնել, դե իրավունք ունի, չէ՞, մեկ անձի զանգել, ծանուցել։ Միքայել Սրբազանը ասեց ուզում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ։ Ուրեմն մեղադրանքի հետ կապված, քանի որ ասեցի, այս բան չենք ուզում ծավալվել, անպայման դրա մասին մենք կխոսենք, մեր պաշտպանական թիմը։ Ոչ։ Իսկ սպառնալիք էր եղել, որովհետև մարդիկ թույլ չէին տալիս, որպեսզի Աջապայանը գնար, եւ ի վերջո նաեւ միջադեպերով դուրս բերվեց մայրաթորից։ Սպառնալիք էր հնչել կրկին գրոհել, այսպես ասեմ, մայրաթորը, ուժայինները նորից էին հետ գալիս։ Տեսեք, ձերբակալման հիմքերը չկային, կարելի էր ասել, դրա հետ կապված պաշտպանները համապատասխան հայտարարություններ կատարեցին, որ արձանագրվեց, բնական է չկար, ավելին Միքայել Սրբազանը ոչ խուսափել է, ոչ էլ հանցագործություն է կատարել կամ դա կրկին կատարելու վտանգը չկար, ամբողջ գործընթացը անհիմն է, այսպես ասեմ։ Ձերբակալման ժամը, որ ժամն է ֆիքսվել։ Ձերբակալման ժամը ֆիքսվել է, կարծեմ, մենք երբ մտանք 6-ին։ Այսինքն այս բանի դեռ քննչականը պետք է որոշում կայացնի։ Իսկ դատապետ չասացին իրեն երբ կտանեն դատարան։ Իրեն պետք է որ քիչ հետո տանեն։ Դատարան։ Այո։ Պետք է գնակացնեն դատարան։ Մենք հիմա գնում ենք մեր մարտավարությունը, մեր աշխատանքը կատարենք, այնուհետև գնալու ենք դատարան։ Մտավորապես որ ժամին դուք կլինեք դատարանում։ Այսինքն դելի գիշերը կքննեն։ Չենք կարող ասել, կարող է գիշերը քննեն, կարող է առավոտյան զանգեն ասել, անպայման այդ տեղեկությունը կդնենք տեղեկացում։ Որտեղ է մնալու։ Նշանակում է մինչև վաղը երեկոյան 6-ը դատարանը պետք է։ Դե կարող է առավոտյան օրինակ ժամը 7-ին նիստ նշանակի։ Դուք նախապես Հա, անպայման Facebook-յան էջում կտեղադրենք։ երկու ամսվա կալանքի միջնորդություն։ Այս բան մենք միջնորդությունը չունենք, ինչ միջնորդ են ներկայացնելու։ Այսինքն հայտնի էլ չի ով է քննելու դատավորը։ Ոչ։ Պարոն Զորաբյան, իսկ արդարադատության ընդհանրապես սպասել կարելի է, եթե վաղ առավոտից, երբ դեռ անգամ Միքայել Սրբազանը մայրը աթոռում էր, այդ տարածքում էր, արդեն իսկ քպականները հայտարարում էին, որ նախ կալանավորվելու է կամ կալանավորվել է, հետո փոխեցին բառը, որ ձեռնարկալվելու է, հետո Նիկոլ Փաշինյանը անգամ ժամկետներ նշեց, թե ինչու չեն ուզում կալանավորել 1 ամիս ժամկետով, ինչ-որ պատճառներ, որոնք ցենզիստուս են ու ես չեմ մեջբերի, բայց պատճառներն էլ նշում, այսինքն եւ ժամկետեր նշում, եւ նշում էր, որ պետք է կալանավորվի, եւ քպականներն էին դա տարածում։ Գիտեք ինչ, մենք նույնպես դա տեսել ենք, արձանագրել ենք, դա ուղղակի ճնշման միջոցներ են, որը բնականաբար արդարադատության, այսպես ասեմ, իրականացնողներին կաշկանդելու է եւ
մենք երբ իմանանք դատավորի անուն ազգանունը, արդեն կիմանանք թե ինչ հետ են գործ ունենալու։ Բնականաբար, այսպես մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու, բայց մեղադրանքը ինքնին ակնհայտ անհիմն է, չկա մեղադրանք, որով ճատեն։ Լավ, այստեղից հիմա դուք գնալու եք ձեր մարտավարությունը որոշելու։ Մենք գնալու ենք մեր աշխատանքը կատարել։ Սրբազանի տանելու են դատարան։ Գիշերը դատարանում է։ Այո, տանելու են դատարան։ Ինչու եթե հայտնի չէ ժամը, չէ դատավորը։ Նորցան հետ միասին պետք է ներկայացնեն։ Կարգ այդպես է։ Կարգ այդպեսին է, ձերբակալումից հետո 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացնեն դատարան, միջնորդությունը եւ իրեն միասին։ Այսինքն ԶՊՎ-ում չի մնալու, այլ մնալու է գիշերելու է դատարանում։ Դատարանի համապատասխան հատվածում տեղ կա, որտեղ ձերբակալված անձին պահվում են, այդ հատվածում պետք է սպասի, մինչև դատական նիստը լինի։ Իսկ ինչ հոգեվիճակում է Սրբազան հայրը։ Սրբազան հայրը շատ լավ հոգեվիճակում էր։ Իսկ առաջնորդարան Շիրակի, որ մտել էին խզարկության նպատակով ինչ-որ բան հայտնաբերել են թե չէ։ Մանրամասներին տեղյակ չենք, հիմա մենք մյուս գործընկերներից փորձել ենք ամբողջ տեղեկատվությունը։ Պարոն Զորաբյան, ձեր գրություն կա Միքայել Աջապահյանի ստորագրությամբ, որ ինքը լիովին բավարարված է իր ծառայությունով, իբրև հոգևորական, ուստի խնդրում է իր անունը չնշանակել վարչապետի տեխնազուների շարքում, դուք եք դրել ձեր էջում։ Այո, քանի որ մենք նաև տեղեկացանք, որ նման քննարկումներ է գնում եւ Միքայել Սրբազանի անունը քննարկում է վարչապետի տեխնացուների շարքում, Միքայել Սրբազանը հստակ իր դիրքորոշումը արտահայտեց եւ խնդրեց, որ մենք դա հրապարակենք, որ ինքը բավարարված է իր հոգևոր ծառայությունից, այսինքն ինքը որ հոգևոր առաքելությունից չի պատրաստվում շեղվել եւ բնականաբար դեմ է, որ իր անունը քննարկեն այդ տեխնացուների ցանկում։ Պարոն Զորաբյան, ճիշտ է չեք ուզում մեղադրանքի շատ խոսել, ես հարցը հնչեցնեմ ամեն դեպքում։ Իշխանության զարթման մասին ճիշտ է հիշում, որ Սրբազանը խոսել է 23 թվականին։ Եթե այո, այդտեղ դա ինչ է, կարծիքի արտահայտում է, թե ոչ, ես հարցնում եմ, բայց գիտեմ տեսեք, ես շատ բաներ հիմա չեմ ուզում ասել, բայց ուրեմն քրեական օրենսգրքի այդ հոդվածով նախատեսված կոչ չի կարող լինել, ուղղակի չի եղել։ Մենք բնականաբար ընթացքում ավելի մանրամասների մասին կխոսենք, Պաշտպան պարոն Սարգսյանի կողմից հստակ հարցադրում ներկայացվեց, որպեսզի մեղադրանքի հետ կապված մեզ որոշակի ճշտումներ անեն, որովհետև դա պարզ չէր, փաստական կողմը մեղադրանքի։ Ինչևէ, մենք դատարանում դրա հետ կապված ավելի մանրամասն կներկայացնենք, այնուհետև ըստ անհրաժեշտության նաև հանրությանը։ Մեղադրանքի մասին Սրբազանը ինչ-որ բան ասաց։ Այսպես ասեմ, Սրբազանը բնական է մեղադրանքը չի ընդունում եւ բոլորս էլ լավ գիտենք, որ Սրբազանը քննադատական խոսքի են չսրել։ Այդքան բան։ Այսօրվա իրավապահների մոտեցումը նա է, եթե ձեզանց որևէ մեկը այսօր կանգնի ասի, որ այս իշխանությունը պետք է փոխվի, վեյով պետք է փոխվի, իրենք սա դիտարկում են որպես իշխանազավթում, իշխանությունը փոխելու կոչ, այսինքն ձեզ բոլորին, մեզ բոլորին փորձում են լռեցնել այս եղանակով, որպեսզի որևէ քննադատություն չհնչի, որովհետև այն ինչ որ ասել է Սրբազանը իր ելույթում, դա ընդհանրապես քննադատություն է իշխանություններին եւ որտեղ ընդհանրապես իր կարծիքներն է արտահայտել։ Այսինքն այն որ խոսում է, որ մենք ժողովրդավարության բաստիոնն ենք եւ այլն, իմացեք այսուհետ իրավապահների մոտեցումը սա է։ Եթե կքննադատեք այս իշխանությունները, ուրեմն այս հոդվածը բոլորիդ համար նախատեսված է։ Տեսա։ Սամվել Կարապետյանը նույնպես նույն հոդվածով էր, եթե չեմ սխալվում։ Դե իրանց համար, ինչ ընդհանրություններ ունեն գործերը։ Գիտեք, սա մի նպատակ է, հետապնդում բոլորին լռեցնել։ Ցանկացած անձ, ով կարողանում է հեղինակություն ունի, կարողանում է երկու հոգու իր խոսքը տեղ հասցնել, իրեն կալանավորում են։ Սա է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ա